Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք ուսումնասիրենք բույսի վեգետատիվ օրգանների, տերևի, ցողունի և արմատի ներքին կառուցվածքը։ Կդիտարկենք անոթային հյուսվածքների, քսիլեմի և ֆլոեմի բաշխվածությունը տարբեր օրգաններում։ Կպարզենք, թե այս հյուսվածքները կառուցվածքով և տեղաբաշխմամբ ինչպես են տարբերվում։ Բույսի վեգետատիվ օրգանները կազմված են մի քանի հյուսվածքներից, որոնցից կարևորագույնները քսիլեմն ու ֆլոեմն են։ Դրանք համատեղ կազմում են անոթային հյուսվածքները և կատարում են ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի փոխադրումը։ Քսիլեմը փոխադրում է ջուր և հանքային նյութեր արմատից դեպի տերևներ։ Ֆլոեմը փոխադրում է ֆոտոսինթեզի արդյունքները տերևներից դեպի այլ օրգաններ։ Անոթային հյուսվածքները տարբեր օրգաններում ունեն տարբեր դասավորություն։ Տերևում թաղանթաձև ցանցի կամ հսկա կենտրոնական անոթի տեսքով։ Ցողունում օղակաձև են կամ ցրված։ Արմատում գտնվում են կենտրոնում, կենտրոնական ցիլինդրի ձևով։ Ուսումնասիրությունները կատարելու համար մեզ անհրաժեշտ են նեխուրի ցողունի երկու կտոր։ Մեկը պահված սովորական ջրի մեջ 24-ից 48 ժամ, մյուսը պահված սննդային կարմիր ներկով ջրի մեջ 24-ից 48 ժամ։ Կաթոցիչ, խոշորացույց և մանրադիտակ, առարկայակիր և ծածկող ապակիներ, պինցետ, սուր դանակ կամ նշտար, կտրելու տախտակ, ափսե, ջուր և սննդային ներկ։ Սուր գործիքներ օգտագործելիս պահել մատները կտրման գծից հեռու։ Մանրադիտակ օգտագործելիս խոշորացման փոխումը կատարել միայն ֆոկուսավորման համար նախատեսված կարգավորիչով, չվնասելու համար օբյեկտիվը և ապակիները։ Նեխուրի ցողունները 24-ից 48 ժամ պահել, մեկը սննդային կարմիր ներկով ջրի մեջ, մյուսը առանց ներկի ջրի մեջ։ Ներկով ջրի մեջ պահելիս ներկը լցվում է քսիլեմի խողովակների մեջ և ցույց է տալիս ջրի բարձրացման ուղիները։ Նախ դիտարկենք այս ցողունը, որը մնացել էր ներկված ջրի մեջ։ Կտրելու տախտակին դնենք ցողունը։ Սուր դանակով կատարենք ցողունի լայնակի բարակ կտրվածք։ Կտրվածքը դնենք առարկայակիր ապակու վրա, ավելացնենք մի կաթիլ ջուր և ծածկենք ծածկող ապակով։ Դնենք այն մանրադիտակի առարկայակիր ապակու վրա և ուսումնասիրենք խոշորացույցով։ Եթե դա բավականաչափ բարակ է, կարող ենք այն ուսումնասիրել օգտագործելով մանրադիտակի փոքր խոշորացումը։ Ահա տեսնում ենք կարմիր ներկը լցված է խողովակների մեջ, ինչը ցույց է տալիս ջրի բարձրացման ուղիները։ Դա քսիլեմի խողովակներն են։ Այժմ դիտարկենք այն ցողունը, որը մնացել է չներկված ջրում։ Կատարենք ցողունի լայնակի բարակ կտրվածք և դնենք մանրադիտակի առարկայակիր ապակու վրա և ուսումնասիրենք։
Այս նմուշում անոթները գույն չունեն, որովհետև այն պահվել է սովորական ջրի մեջ, այլ ոչ թե ներկի լուծույթում։ Ներկանյութը տեղափոխվում է միայն ջրի հոսքի ուղիներով, քսիլեմի խողովակներով։ Եթե նմուշը չի մնացել ներկի մեջ, ջրի հետ միասին ներք չի բարձրացել քսիլեմով, հետևաբար խողովակները գունավորում չեն ստացել և մնում են անգույն։ Այս երևույթը հաստատում է, որ գունավորումը պայմանավորված է ջրի շարժմամբ քսիլեմով, այլ ոչ թե պասիվ ներծծմամբ կամ մակերեսային ներծծումով։ Փորձի արդյունքում հաստատվեց, որ բույսերում ջուրը և հանքային աղերը տեղափոխվում են քսիլեմի միջոցով։ Ներկի միջոցով պարզ երևում է անոթային հյուսվածքների դասավորությունը ցողունում և տերևում։ Չներկված նմուշում գունավորման բացակայությունը ապացուցում է, որ ջրի շարժումն է ապահովում ներկայունքի բարձրացումը։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։